Պարոն վարչապետ, մեր ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը եւ ընդդիմադիր այլ շրջանակներ մի կողմից մեզ մեղադրում են եւ մասնավորապես ձեզ մեղադրում են դատական իշխանության վրա ունեցած ազդեցության համար, դատարանները գրպանում պահելու համար, քաղաքական եւ տարբեր այլ գործիչների նկատմամբ հետապնդումներ սկսելու, կալանքներ տալու, քաղբանտարկյալների թիվը շատացնելու մեջ են մեղադրում, բայց մյուս կողմից նաև պնդում են, որ այդ դատական գործերը գնում եւ դատարաններում փշրվում են։ Օրինակ երեք Արծվիկ Մինասյանը ստեղ ասում էր, որ բոլոր դատական գործերը գնում եւ փշրվում են։ Այս երկու պնդումները տրամաբանական մտահանգման տեսանկյունից խնդրահարույց են, տրամաբանական չեն, որովհետեւ եթե դատարանները մեր գրպանում են, ապա ինչպես են այդ գործերը ինչպի ու մինչև վերջ մեր ուզածով, եթե մեր ուզածը դա է, չեն հասնում իրենց տրամաբանական ավարտին։ Ես կխնդրեի դուք ներկայացնեիք ձեր գնահատականը Հայաստանում դատական իշխանության անկախության վերաբերյալ։ Շնորհակալ եմ պարոն Խանդանյան հարցի համար, ես էլ կարծում եմ, որ ցավոք սրտի Հայաստանում դատական իշխանության վրա շարունակ շատ մեծ ազդեցություն ունեն այն մարդիկ, ովքեր մեզ մեղադրում են ձեր ասած բաների մեջ։ Իհարկե այստեղ արձագանքը պիտի լինի այն, թե ինչով եք զբաղված 7 տարի եւ այլն եւ այդպես շարունակ, բայց դատական համակարգի խնդիրները իրականում շատ ավելի խորն են, քան մենք պատկերացնում ենք, եւ ես դրա մասին մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու։ Հիմա եկեք եւ գնանք եւ տեսնենք ժողովուրդը ինչ է ասում դատական համակարգի եւ դատական process-ների մասին։ Ժողովուրդը շարունակաբար խոսում է, որ դատական համակարգը ընդհանրապես այս թեման էլ կա, որին ես կարծում եմ, որ նոր սահմանադրությամբ մենք պետք է անդրադառնանք խնդրին, որովհետեւ տեսեք ասում ենք, որ դատական համակարգի անկախություն, մենք պետք է արձանագրենք, իսկ ինչ նկատի ունենք դա։ Ումից անկախ։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունում բոլոր իշխանությունների համար մի աղբյուր կա, այդ ժողովուրդն է։ Ես այսօր տեսնում եմ համակարգային պրոբլեմ, որ մեր դատական իշխանությունը օրգանական կապ չունի ժողովրդի հետ։ Այսինքն ինքը մի կղզիացած վիճակ է, որը եւ այդ օրգանական կապի բացակայությունը լրջագույն պրոբլեմներ է ստեղծում։ Ինչպես այդ օրգանական կապի խնդիրը լուծել, դրա որոշ հատվածի ես անդրադարձել եմ, մասնավորապես խոսքը երթվյալ ատենակալների համակարգը ներդնելու մասին է, եւ ելի ուրիշ գաղափարներ կան, որը ես կարծում եմ նոր սահմանադրության համատեքստում մենք պետք է քննարկենք եւ լուծումներ գտնենք։ Իհարկե այն էլ կա, որ դատական այն համակարգը, որը մենք երազում ենք, եւ ընդհանրապես պետական համակարգը, որը մենք երազում ենք, մենք մի բանի չենք առերեսվում։ Դա ենթադրում են հանրային լուրջ ներդրումներ այդ համակարգում, որովհետեւ չի կարող լինել մեր հանրային ընկալումներին համապատասխան դատական համակարգ, եթե դատական համակարգը համապատասխան չափով չի ֆինանսավորվում։ Այդ ֆինանսավորումը շատ հարցեր է լուծում, ներառյալ նրանից, թե ում համար է դատական համակարգում աշխատանքը գրավիչ եւ ում համար գրավիչ չէ, եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն մեր դատական համակարգում, ընդհանրապես մեր պետական համակարգում, մեր երկրում խնդիրներ կան եւ շատ կան։ Ես երեք առիթ կամ նախորդ օր առիթ ունեցա ասելու, որ տենց ընկալում կա, որ իշխանությունը մի երևույթ է, որը պիտի բացատրի, որ ամեն ինչ փայլուն է, ամեն ինչ իդեալական է, ընդդիմությունն է մի երևույթ է, որ պետքա հիմնավորի հակառակը։ Ես այդ ընկալմանը համաձայն չեմ, որովհետև ոչ մեկ մեր չափ երկրի խնդիրներին չի տիրապետում պարզապես, չի տիրապետում։ Մենք տիրապետում ենք խնդիրներին, մենք հասկանում ենք խնդիրները, մենք գիտենք նաև լուծումները, այլ բան, որ այդ լուծումները երբեմն չեն կարող իբնե դինել արագ։ Մասնավորապես նույն երթվյալ ատելակալների ինստիտուտի ներդրումը առանց նոր սահմանադրության պարզապես հնարավոր չէ։
եւ ելի ուրիշ ընթացակարգեր եւ կանոնակարգեր։ Իմ կարծիքն է նա, որ բարձրագույն դատական խորհրդի այսօրվա կառուցվածքը ինքը խնդրահարույց է իմ ասածի տեսակետից։ Ինքը չի ապահովում դատական համակարգի օրգանական կապը իշխանության միակ տիրոջ ժողովրդի հետ։ Հասկանում եք, ժողովուրդը իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։ Բոլոր իշխան չի կարող տենց իշխանություն լինել, որը չպատկանի ժողովրդին։ Եթե ժողովրդին չի պատկանելու, կարող է պատկանի մի հատ ուրիշ երկրի կամ մի հատ երրորդ երկրի հատուկ ծառայության։ Իշխանությունը Հայաստանում եւ դրա համար եմ ասում, որ տեսեք, երբ որ խոսք է գնում բայց 4-րդ հանրապետության ու 3-րդ հանրապետության տարբերությունը ո՞րն է։ Տարբերություններից մեկը ես նշում եմ այն, որ 3-րդ հանրապետությունում շատ դեպքերում իշխանության պատկանելը ժողովրդին ֆորմալ բնույթ է կրում։ Ֆորմալ բնույթ է կրում։ Մենք այսօր դատավորների ընդհանուր ժողովին տվել ենք ընտրական իրավունք։ Ինչ կապ ունի դատավորի ընդհանուր ժողովը ընտրական իրավունքի հետ, ինչ կապ ունի։ Սա իմ կարծիքով անընդունելի բան է, ում լիազորությունն է օգտագործում։ Եվ կան այսպիսի հարցեր, որ մենք պետք է լուծենք, առանց իսկ դրա լուծումը էլի սահմանադրության փոփոխություններն էին, որը մենք նախաձեռնել էինք կոവിഡ്ի պատճառով տեղի չունեցան։ Բայց մենք հիմա պետք է գնանք նոր սահմանադրություն ընդունենք, որովհետև բաներ կա, որ մենք եթե ասենք ենթադրենք կեսից կիսվենք էլ չենք կարող անել գործող սահմանադրության կարգավորումների պատճառով։ Իսկ մենք չենք կարող ձև անել, թե մենք հարց լուծեցինք։ Դատական համակարգի հարցի լուծումը հետևյալն է. ստեղծել տեսանելի օրգանական կապ դատական համակարգի եւ իշխանության միակ տիրոջ ժողովրդի միջեւ։ Այսօր այդ կապը չկա, այդ կապը գոյություն չունի։ Դրա համար այս բոլոր խնդիրները առաջանում են։ Ընդհանրապես ոչ մի հաշվետվողականություն չկա։ Ընդհանրապես մեր իրավատական մենթալիտետը շատ խնդրահարույց է։ Որտեվ կարող է ասվել, որ սենց է ու տենց է։ Ինչի է տենց, թե տենց է։ Նկատի ունեմ, ես չեմ ժխտում խնդիրները։ Բայց մենք պետք է հասկանանք, անկախ դատական համակարգ չի նշանակում ժողովրդից անկախ դատական, ընդհակառակը նշանակում է մնացած բոլորից անկախ, բայց ժողովրդի իշխանությամբ գործող, ոչ թե ժողովրդի կամքով գործող, ես ուզում եմ էսել տարբերակենք, այլ ժողովրդի իշխանությամբ գործող, ժողովրդի մանդատով գործող։ Արձագանք մենք խորհրդարանում եւս այդ խնդրին հաճախ բախվում ենք օրգանական կապի տեսանկյունից, որովհետև դրա ձևական կողմն ամենակապահովված գործող իրավակարգավորումներով։ Մենք այստեղ սահմանադրական դատարանի դատավորներ ենք ընտրում, ԲԴԽ-ի անդամների կեսին, Վճռաբեկ դատարանի դատավորներին, բայց շատ ֆորմալ է դա, հետո երբ որ հարցեր ենք ուղղում դատավորներին կամ Բարշակույն դատական խորհրդի անդամներին, անընդհատ այդ բանն ենք բախվում, մենք հաշվետու չենք ազգային ժողովի առաջ եւ այդ հարցերը մնում են օդում։ Ուստի համաձայն եմ, որ նոր սահմանադրությունը պիտի լուծի այդ հարցը։ Սամ ես չեմ ել եմ ասում, չի կարող ժողովրդից անկախ իշխանություն լինել։ Պատկերացրեք ազգային ժողովը ասի, դե մենք անկախ իշխանություն կամ կառավարությունը չի կարող ժողովրդից անկախ իշխանություն, որովհետև իշխանությունը պատկանում է պետությունն է նա, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եվ այս օրգանական կապերը իմիջիայլոց ասեմ, հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետ կապված է մենք տենց խնդրեմ ունենք։ Որովհետև ժողովական կառավարում ընդհանրապես չկա, եկեղեցին համայնքն է, հարգելի գործընկերներ։ Եկեղեցին համայնքն է։ Ոնց հոգևոր համայնքը, հոգևոր հոտը իրավունք չունենա, որոշումների վրա ազդել, ով է իր թեմի առաջնորդը, ով է իր քահանան, եւ այլն եւ այսպես շարունակ։ Ընդհանրապես մեր եկեղեցին էլ ոչ թե մեր եկեղեցին,
այսօրվա եկեղեցական վերնախավը ոչ մի կապ չունի ժողովրդի հետ, ոչ մի հաշվետվողականություն չունի ժողովրդի հետ։ Դրա համար էլ մենք բանը ու ես դա նորմալ եմ համարում։ Ես նորմալ եմ համարում, ես չեմ փոխում դրանից։ Ասենք մի հատ նոր, եթե ժամացույց ես կապում, պետք է 3 տարի բացատրես այդ ժամացույցը որտեղից ես կապում, եւ դա նորմալ է, եւ դա մենք ենք այդ համակարգը ստեղծել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, հայտարարագրում, չգիտեմ, այլ մեխանիզմներ, ESN, ՀԿ-ների, գնումների, մամուլի ազատություն, մեր օրոքա Հայաստանը խոսքի եւ մամուլի ազատության ռեյտինգներում աշխարհում առաջատար դեր բանանում։ Բայց չհասկացա, հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրանց ընկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ, ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Ասենք դուք ում եք ներկայացնում, դուք Հիսուս Քրիստոսին, հələ մի հատ մեզ են ասում, ներ։ Դուք ձեզ հայլու մեջ տեսել եք ընդհանրապես։ Եվ այս խնդիրները պետք է լուծվեն, Հայաստանը չի կարա զարգանա առանց այս խնդիրների լուծման։ Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի աղբերը KGB-ի գործակալը, ոչ մի բան, ով է հարց տալիս։ KGB-ի գործակալը ու հիմա բան նոր Նախճեվանի թեմի առաջնորդ է։ Ոչ մի բան, հա, ոչ հենց տենց էլ պետք է լինի։ Այս կներեք խելագարություն ասենց բան ոնց կարա լինի։ Մի հատ էլ ասում են ոնց բանի կաթողիկոսի անձնական կյանքին խառնվում եք։ Ոնց կաթողիկոսը անձնական կյանք ունի։ Այսինքն վարչապետը անձնական կյանք չունի, չի կարա ունենա, բայց կաթողիկոսը անձնական կյանք ունենա։ Էսա կսկսեն բանի եպիսկոպոսների սեռական կողմնորոշման իրավունքը պաշտպանել։ Միջազգային բաներով, կոնվենցիաներով։ Բա հարցազրույց եղավ եկեղեցու սպասավոր, ով ներսից գիտի, ասում է բանը ինչ որ մեկը սեռական կողմնորոշում ունի, ինձ հլը չի էլ հետաքրքրում ավանդական, ոչ ավանդական, որտեղ ինչ է շնակում եպիսկոպոսը սեռական կյանք չպետք է ունենա։ Ու ոնց Հայաստանում մարդկա, որ մտածում է կարա ուրիշ բան տեղի ունենա, Հայաստանում մարդկա, որ պաշտպանում է այս դիրքորոշումը, բացառված է, որ այդ մարդը Հայաստանի հետ կապ ունենա։ Ինքը ուրեմն բանն է, այդ բանի եզրասի, այդ բանի գործակալական ցանցի անդամ է, ուղիղ կամ անուղղակի։ Մեկը մեր մասին մի հատ հայտարարություն անի, ասի տեսել եմ բանում անտառում փռշտալիս։ Լսեք, ամիսներով կքննարկեն։ Հիմա մեկը KGB գործակալ է, մեկը բան է։ Քահանաների հետևից անգնում ձեռմեռակցում լռություն կատարյալ։ Լսեք, սա այլասերվածության կատարյալ աստիճանն է, այլասերվածության։ Ու սրա մասին մենք պետք է լռենք։ Կաթողիկոս կոչվածը Գարեգինը աղջիկ ունի, թե չունի։ Ունի, թե չունի։ Այս հարցին պատասխանել է այդ մարդը։ Աղբերը, որ KGB-ի գործակալը, որևէ բացատրություն տվել է։ KGB-ի գործակալը մեծ հայրենասիրություն բացատրողն է, մեր ազգային ինքնությունը մեծ բացատրողն է։ Ու մարդիկ սենց սովորական բան են անում, հա, տենց ապրում են իրանց համար, հա։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մեկը բոսյակա, մեկը բան, մոլագար սեռական, ու մենք մեր կյանքով ապրում ենք, ինչ է եղել, հա, իրանց անձնական կյանքն է։ Ու մենք եկեղեցու դեմ պայքար ենք տանում, մենք կոնֆլիկտ ունենք եկեղեցու դեմ,
Եկեղեցին բոսակն է եկեղեցին։ Բոսակը եկեղեցին է։ Սեռական մորագարը եկեղեցին է։ Գանձագողը եկեղեցին է։ KGB գործակալը եկեղեցին է։ Լսեք, ես կյանքս կդնեմ դրանցից իմ սրբությունը, մեր սրբությունը ազատելու։ Եթե նույնիսկ մենակ մնամ, ես պրոբլեմ չունեմ։ Պետք է ամեն մեկը որոշում կայացնի, լավ, էս ինչ ձև է։ Էս ինչ ձև է ընդհանրապես։ Ում բարոյական քարոզներ են կարդում, բաներ են անում։ Ինչ իրավունք ունեն դրանք ընդհանրապես այդ սրբությունների հետ հաղորդակցվելու։ Ինչ իրավունք ունեն այդ մարդիկ։ Ովքեր են այդ մարդիկ։ Արձագանքելա։ Հիմա հարությունը պետք է արձագանքի, ոչ թե պատգամավորը։